Այ օրինակ հենց հայքինգի համար պատրաստ եմ առավոտյան ժամը 5-ին արթնանալ։ Այնքանավոր Երևանից դուրս գնաս, բնությունը զգաս, չէ։ Այս ամենօրյա աղմուկի մեջ ոնց որ կարիք հասկացվում էլի անընդհատ։ Իսկ դու ոնց ես պատկերացնում, օրինակ, կապրեիր Երևանից դուրս։ Միանշանակ ես նույնիսկ հիմա եմ ինչ որ պլաններ գծում, sense ուղեղս պրպտում է թե հեղինը դու ինչ կարող ես անել, որ հետո չապրես Երևանում, բայց այնուամենայնիվ ես անդադ համեմատական եմ տանում գյուղի աշխատանքի ու քաղաքի աշխատանքի միջև։ Մի անգամ վաճառողը sense շատ տարօրինակ հայացքով նայում է, թե ես ոնց եմ հոտոտում լոլիկը, վարանգը, կուկուռուզը, sense ասեմ հոտ եմ քաշում, ասում եմ ինչ ես հոտ քաշում, ասում տենամ պամիդորի հոտ գալիս է, թե չէ։ Բարի լույս հեղինե։ Ողջույն։ Ինչպես ես։ Ողջույն։ Լավ եմ, դու ինչպես ես։ Շատ լավ, ոնց ես կիրակից սկսել այսօր։ Ոյ, շատ դաժան, քանի որ ուշ էի քնել, շուտ արթնացա, բայց երևի օրս ավելի պրոդուկտիվ եղավ էլի դրա հաշվին։ Դա շահում է։ Հա, երբ որ քնում ես երկար, ոնց որ օրդ կորում է, ինչ որ ճիշտ է հանգստանում ես ինչ որ միտեղ, բայց դե եսիմ։ Բայց մյուս կողմից էլ որ էներգիա չես ունենում, բայց օրը դեմը տալնում, էդ էլ է իմ համար մեկ կորուստ։ Թե կոմոդը տենց չի։ Նայած ինչ ունեմ անելու, եթե սիրելի բան եմ ունենում անելու, էներգիաս սովորաբար ծնվում է, չգիտեմ որտեղից։ Հա, դա ճիշտ ես ասում։ Երբ ինչ որ ձանձրալի աշխատանք է, որը որպես պարտավորվածություն պետք է անեմ, այդ առումով համամիտ եմ։ Հա, լավ հասկանում եմ։ Այս շաբաթ hiking չես գնացել։ Այս շաբաթ չեմ գնացել։ Բայց գնում ես վերջերս, այսինքն քանի եղանակները բան։ Ձմեռն եմ գնացել իրականում, այս ընթացքում քչացրել եմ, չգիտեմ ինչի, բայց ամառը ոնց որ ավելի տրամադրող է, հուսամ ավելի շատ կգնամ։ Հա։ Տեսնենք։ Այ օրինակ հենց հայքինգի համար պատրաստ եմ առավոտյան ժամը 5-ին արթնանալ, կապ չունի, քնել եմ ընդհանրապես չեմ քնել, ու միշտ ստացվում է։ Այնքանավոր Երևանից դուրս գնաս, բնությունը զգաս, չէ։ Էդի պարտադիր, ոնց որ այս ամենօրյա աղմուկի մեջ ոնց որ կարիք հասկացվում էլի անընդհատ։ Գնալ ինչ որ միտեղ, որտեղ ոնց որ այդ արեստացին բաները քիչ են էլի։ Իսկ դու ոնց ես պատկերացնում, օրինակ, կապրեիր Երևանից դուրս, եթե տենց ինֆրաստրուկտուրալ պրոբլեմներ չլինեին, էլի։ Միանշանակ ես նույնիսկ հիմա եմ ինչ որ պլաններ գծում, sense ուղեղս պրպտում է թե հեղինը դու ինչ կարող ես անել, որ հետո չապրես Երևանում։ Չգիտեմ ինչ որ լուծում կգտնեմ թե չէ, բայց միանշանակ էլի։ Ոնց որ հիմա աշխատանքի բերումով Երևանում ենք ապրում, բայց եթե հնարավոր լինի աշխատել Երևանից դուրս, գոնե միջին վիճակագրական միանշանակ կնախընտրեմ քաղաքից դուրս։ Ու դա բարդ է, չէ՞ որ մանկությունդ Երևանում չի անցել։ Սարսափելի, ոնց որ 18 տարի ես գյուղում եմ ապրել, հետո միանգամից գալիս ես քաղաք եւ ճակերտավոր եւ ուղիղ իմաստով օթեր ես բարձրանում, որովհետեւ այնտեղ տունդ գետնի վրա է։ Դու գետինը զգում ես։ Գալիս ես տեղ պուկ բարձրացար 6-րդ հարկ, այդ չես ջոգում ինչա կատարվում էլի, sense տունը օթի մեջ է։ Դու ես օթի մեջ։ Այդ այնտենց զգացողությունը։ Ու տարածություն չունես, այսինքն բնության տարածություն չունես։ Տնից հելար դուրս ոչ ծառ ես տենց հանդիպում, այսինքն տունը, հա, էլի, ящիկի մեջ ես, էլի կարելի է տենց նկարագրել, չգիտեմ։ Գյուղում ասենք ինչքան հոգնած լինես կամ մի բան դուրս ես գալիս հայաթդ, իր քայլում ես, մի ծաղիկ ես տեսնում, քո հայաթն է, այսինքն դու ազատ կարող ես էլի այդ տարածքում դրսևորվել, իսկ քաղաքում մի հատ ահռելի մեծ շենք է, այդ շենքը ունի մի հատ պուճուրիկ հայաթ, այդ պուճուրիկ հայաթում բոլոր բնակիչները բնականաբար չեն կարող անել են ինչ ուզում են, ստացվում է, որ չունես էլի այդ տարածքը։ Սահմանափակվում է, էլի։ Հա։ Իսկ դա էլ իր կյանքի որակական հետևանքներն է, չէ՞ թողնում, այսինքն
Այնպես չի մարդ դրա մեջ, այսինքն մարդը զոհաբերություն է անում զուտ նրա համար, որ գործ ունի, ապրում է տեղ ու զուտ էդ է իրան պահող է, էլի, այդքանն է։ Համամիտ եմ, ոնց որ աշխատում ես, ապրում ես, հիմնականում Հայաստանում ամեն ինչը կրթություն բան կենտրոնացած է Երևանում, ուրիշ ձև էլ չունես էլի, եթե ուզում ես սովորել, չգիտեմ, բարձրագույն կրթություն ստանալ, ու հա այնտեղ էլի քաղաքներ կան, Գավառում, Իջևանում համալսարանների մասնաճյուղեր կան, բայց այնուամենայնիվ հիմնական կենտրոնացումը Երևանում է ու այդ սովորելուց հետո էլ էլի աշխատանք գտնելը այստեղ շատ ավելի հեշտ է։ Գյուղում աշխատանքը դժվար է գտնել, եթե իհարկե on-line ինչ-որ ֆրիլանս գործ չես անում, այդպես։ Իսկ դու հարմարվել ես այդ կյանքին, թե մինչ օրս ոնց որ էփոցիներ կա ու ինչն է ընդհանուր խանգարողը, էլի։ Այնց թվում է ես չեմ հարմարվել, որովհետև անընդհատ այդ զգացումը կա, էլի գյուղ գնալու, այս ամեն ինչից հեռու ապրելու էլի այս աղմուկից։ Մի տեսակ, չգիտեմ, իմը չի։ Ոնց որ չես հասցնում զգալ, չես հասցնում ապրել եւ պահի մեջ լինել, էլի։ Արթնանում ես այնց վրազ առավոտը գնացի ավտոբուսից ուշացար, գործի ես աղմուկ խշ, սենց ինչ-որ մարդիկ դեմքեր, եռոզերում, սենց մի հատ քաղաքը եռում է, դու այդ եռոցի մեջ ես, բայց քո մեջ չի եռում, էլի, դու ինչ-որ ուզում ես մի քիչ դանդաղ էդի լինի, բայց սենց շատ արագ է, այո, ոնց որ չես հասցնում վայելել, էլի։ Լրիվ համաձայն եմ։ Վահագնի հետ դուրս էինք եկել, քաղաք էինք իջնում, ասենք ավտոբուսով իջնենք, նստանք ավտոբուս, շատ հետաքրքիր զգացում էր, ասում եմ, լսի հավեսա, չէ, որ ոչ մի տեղ չենք շտապում։ Վաղուց այդ զգացումը չէր եղել, որ պարզապես նստում ես ավտոբուս ու ոչ մի տեղ չես գնում, ոչ մի բան չունես անելու, ազատ ես եմ։ Այդ ուրբանիզացված կյանքն է, էլի, քաղաքային կյանքը, որը որ բոլորին գցում է տեմպի մեջ ու մարդը ինքը իր սեփական տեմպը կորցնում է, էլի։ Ինքն դաժե շատ ժամանակ այնքան է կորցնում, որ դաժե չի էլ ճանաչում, որ ինքը, այսինքն այդ արագ տեմպի մեջ արդեն ինքը չի էլ իդենտիֆիկացնում, որ ինքը արագ տեմպի մեջ է։ Այդ արագը դառնում է նորմա, էլի։ Այդպես է որ կա։ Ապշե գյուղի աշխատանքը ինքը հետաքրքիր է, ուղղակի ժամանակի հետ քիչ-քիչ դուրս է մղվում մարդկանց կյանքից։ Բայց այնուամենայնիվ ես անդադ համեմատական եմ տանում գյուղի աշխատանքի ու քաղաքի աշխատանքի միջև, այնտեղ ասենք հողագործությունն է, չգիտեմ, անասուններ պահելը եւ այլն։ Ու չգիտես ինչի ես անդադ մտածում եմ, որ մարդիկ ովքեր որ զբաղվում են դրանով ավելի երջանիկ են։ Ավելի երջանիկը որն ավելի իրական են։ Ավելի են ինչ որ կան, առանց կերպարների, առանց ձևերի, առանց ճակերտների։ Ու չգիտեմ ոնց կարելի է ինչ որ բալանս գտնել էլի, որ համ էնի ունենաս, համ էս մեկը ունենաս։ Այս վերջում տանը բան վարունգ էի աճեցնում ամա պետրոների։ 6-րդ հարկում, չէ։ 4-րդ, բայց այո։ Լրիվ պատկերացնում եմ։ Ես էլ իմ մանկությունն էլ ա տենց եղել ու իմ համար երազելի կյանքը էդ է դարել։ Ու միշտ իմ մոտ էլ է գալիս այդ զգացումը, որ ես դրա կարիքն ունեմ։ Ու ես հիշում եմ այն ժամանակ, երբ որ տենց գյուղում էինք ապրում, ես էլ մինչև համալսարան էլի դպրոց բան գյուղում եմ գնացել։ Ու բաղչա էինք փորում, կենթանիներ, խոտ հունձ, անտառ գնալ ու սենց բաներ։ Այ ճիշտ է, այդ ամեն ինչը այնքան իրա մեջ որ մեծերի հետ էի խոսում այդ ժամանակમાં, ես ոգևորված էի, ես սիրում էի այդ ամեն ինչը։ Որ մեծերի հետ էի խոսում, մեծերը այնքան դարդոտ էին խոսում այդ մասին, որ դա ծանր է։ Որովհետև այն ժամանակ դե իրականում դժվար էր։ Դաժե այնց էր ելնում, որ չէր հերիքում, իրանց արածը չէր հերիքում, կամ ինչ որ բնական կլիմայական կարկուտ եւ այլն, գալիս էր սաղ բերքը հարամում էր եւ այլն։ Ու դրա համար ոնց որ
մարդիկ շատ դարդոտ էին այն ժամանակ խոսում գյուղատնտեսական գործերի մասին, անասնապահություն եւ այլն։ Բայց այն ժամանակ, որ իրանք այդ դարդոտ խոսում էին, ես էլ կարծում էի, որ երջանկությունը ուրբանիզացված կյանքի մեջ է։ Կարծում էի, որ գնաս, երկնաքերեր, բան, հեսա հասնես, մեծ բարձունքների, սովորես, էս անես, այն անես ու հասնելու ես երջանկության գագաթնակետերին։ Լրիվ Ու հետո, նույնից։ հա, գալիս ես դրա մեջ ու այդ էտապներն անցնելով հասկանում ես, որ դե եղբայր, ամեն դեպքում ձեռքդ պետք է կպնի հողին։ Որովհետև մենք հող ենք ու հող էլ պետքա դառնանք ու դրա համար ոնց որ մեր հոգին ձգում է դեպի հողին, մեր հոգին ձգում է դեպի երկիրը, դեպի այն ամեն ինչը որ բնական է, բնական պտուղը։ Հենց մեկը, չգիտեմ, այսօրվա սուպերմարկետային կյանքը, այսինքն որ գնում ես ու մթերքը հոտ չունի, ու հետո դու զգում ես, որ ինքը իրական համ չունի, ու հետո ասում ես, եղբայր, ես ուզում եմ այս կյանքը բնական ապրեմ, ուզում եմ բնական սննդով սնվեմ։ Կամ այդ մեծ կոնցեռնները իրանք ունենում են իրանց ճաշարանները, որ գնում ես այդ իրանց ճաշարանները ու դու տեսնում ես ինչ ինդուստրիալ մթերքով են իրանք սնում իրանց աշխատողներին։ Ու դու ուտում ես ու զգում ես դու լավ չես, չես կարա լավ լես։ Չգիտեմ, այս ամեն ինչը սենց է, ասա քո հայացքները Սուպերմարկետի բան հիշեցի, ես որ ինչ-որ բան եմ առնում, հոտոտում եմ, պարտադիր ցանկացած բանից հոտ եմ քաշում, նոր եմ առնում։ Այս մի անգամ վաճառողը սենց շատ տարօրինակ հայացքով նայում է, թե ոնց եմ հոտոտում լոլիկը, վարունգը, կուկուռուզը։ Սենց ասեմ հոտ եմ քաշում, ասում եմ ինչ ես հոտ քաշում, ասում տենամ պամիդորից պամիդորի հոտ գալիս, թե չէ։ Բայց հիմա բան են, շուստրիացել են, այդ արոմատիզատոր են օգտագործում։ Հալուրջ ես ասում։ Ահա տենց բան են, ասենք ելակից ելակի հոտ է գալիս, բայց սենց սեղմում ես, ոնց որ քարելն ինքը փափուկ չի, ջոգում ես, որ ելակը սենց չի կարա լինի էլի։ Հա։ Այդպես։ Մենք իրականում, կլես ասա, չէ, դու ասա։ Այդ հողի պահը հետաքրքիր բան ես ասում, ես էլ անընդհատ ձգտում եմ շփվել հողի հետ, ինչ որ հենց իմեննա հողի հետ կոնտակտ ունենալ, որովհետև կամ ես եմ դա ռոմանտիզացնում, կամ էդի ինչ որ էներգիա տալիս է իրականում։ Կարելի է մտածել։ Բայց եթե չտա էներգիա, այդ ռոմանտիզացիան չի էլ գա, այսինքն Ես թվում է էդի մանկուց է եկել, որովհետև մանկուց դու կապ ես ունեցել այդ աշխատանքների հետ ու դրա համար էդի մնացել է այդ զգացումը քո մեջ, որ դու հողից էներգիա ես ստանում, կյանք ես ստանում ու ինքը քեզ ստիմուլ է տալիս երջանկության։ Ու ինձ թվում է ամենաբնական երջանկության այդ հորմոնները հենց արտադրվում են բնության ու հողի հետ կապ ունենալուց էլի։ Չեմ մանում։ Ուղղակի մյուս կողմից էլ այդ էի ուզում ասեի, որ մենք վերջի սերունդներն ենք, ովքեր կարողանում են իդենտիֆիկացնեն բնական սնունդը անբնականից էլի։ Այդ մասին մտածում էի ես վերջերս։ Вообще փոքր ժամանակ այդ գյուղի բան աշխատանքներին ամեն ինչին մասնակցում էի։ Հետաքրքիր էր էլի ինձ այդ ամեն ինչը մինչև հիմա էլ։ Ու ահագին երկար ժամանակ, այս քանի տարի է, ես մեր գոմը չէի մտել, ասենք տենամիշ կենթանի կա вообще չկա։ Ես վերջում որ գնացել էի, ախպերս փոքր է 7 տարեկան է։ Հեղուշ ասում է հլա արի նայի հորթիկին ստե փոքր, մի հատ կամ նայեմ։ Գնացի մտամ ու բաներ ջարդվեցին, ինչ որ կապանքներ։ Մի հատ շատ հետաքրքիր բան հիշեցի, երբ որ փոքր էի ես անընդհատ սիրում էի գոմ գնալ այդ կովերին սիրել, ամեն օր պարտադիր օրվա մեջ մի քանի ժամ ընդեղ էի ելնում։ Այս մերոնք ձեռ էին առնում, անուն էին կպցրելից։ Հետո այն բան դեռահասության շրջանը որ եկավ, դες նեղանում էի արդեն, էլ չգնացի вообще, ու դրանից հետո միշտ բան խուսափում եմ, ասում եմ, վայ հոտ կկպնի վրես, գոմի հոտ կգա, էլ չէի գնում։ Այս վերջում որ գնացի այդ հորթին սիրեցին, էս լավ էր։
Ասացի լուրջ եմ ասում, ես գլուխս էց արժես լավ էր, ես միատ կյանք, շատ։ Այ, հա, այդ ամեն ինչ իրոք կյանք է տալիս։ Դրա տակ ես չեմ հերքի, որ չկա դժվարություն, կա բնականաբար դժվարություն։ Էլի մեր նման առավոտ շուտ զարթնելն է, էլի կեր տալն է, էլի էս անելն է, կեր հայթայթելն է իրանց համար, խոտը հնձելն է։ Բայց այսօրվա տեխնիկաներն են թու ոնց որ այդ հոգսերը կարան բավականին մինիմալիզացնեն ու թե խոտ հնձելը էս է, նա արդեն չի դարել այն պրոբլեմը, ինչը որ մարդը գերանդիով սենց հնձում էինք էլի այն ժամանակ։ Այսինքն այսօրվա գյուղատնտեսությունն ու անասնապահությունը ինքը հաստատ ավելի խելացի է դարել։ Մարդը կարա իր հոգսը հոգա, մարդը կարա այդ ամեն ինչը, չեմ ասի, ես կատարյալ հեշտությամբ, բայց կարա հնարավորության դեպքում հարմարավետությունը ստեղծի այդ ամեն ինչի մեջ, բայց ես էլ տեսնում եմ այդ տենդենսը, որ գյուղերում մարդիկ, հենց մեկը մեր գյուղում, էլ նախիշ չեն տանում։ Մեր մոտ էս վերջում այդ խնդիրն էր։ Հա։ Այնինչ մեր ժամանակ, այսինքն երբ որ ես 10-15, մինչև իմ Երևան տեղափոխվելը, մինչև 2006-7 թիվ, ինչը որ ես հիշում եմ, դրանից հետո էլ երևի մի քանի տարիներ ահռելի մեծ նախիրներ էին էթում։ Այսինքն ամեն թաղ իր մեծ նախիրը ուներ, ու սենց նախիրի հերթը գալիս էր, ես էլ եմ էլի տարել շատ ժամանակ նախիր, ու հենց այդ է հարցը, որ այսօր այդ ամեն ինչը չկա, որովհետև մարդիկ ասում են կամ ասել են, գիտես, էդի մեծ հոգս է կենդանի ունենալը, ու իրանք գերադասում են գնան քար կրեն, պատշարեն, սվաղանեն, եսիմ ինչ անեն, որի արդյունքում գրիժա ստանան, ու տենց իրանց ավելի էդի ձեռնտու է դառնում։ Բայց ես էդի օրինակ այդ տենդենսը չեմ հասկանում, չգիտեմ։ Հա, ես չեմ հասկանում դա։ Քանի օր առաջ պապայի հետ որ խոսում էինք, նախից չկա մեր մոտ, ստիպված հերթով են տանում մարդիկ, ովքեր որ կով ունեն, դες հավաքվել են։ Ասում բան, ամեն օր ինչ որ մեկը պիտի տանի պահի, ասում որ հերթը գա ինձ կասես։ Կգամ ծիծաղում ասում, այս օր իրասի դեպսի ես գալիս եմ։ Вообще, հա, դժվար է իրականում առավոտ դարձնանալ այդ ամեն ինչը պրոցեսի մեջ լինելը, կենթանու մասին հոգ տանելը, որովհետև փոխադարձ օգնություն է, դու պիտի կենթանում պահես, որ ինքը քեզ օգուտ տա, այդ փոխհարաբերությունների համար պետք է էներգիա ու ջանք դնել, բայց հա, քիչ-քիչ հետ ենք գնում երևի, ես մտածում եմ, որ հետ ենք գնում, ոչ թե առաջ ենք գնում, որովհետև հեռանում ենք ինքներս մեզանից, ինչքան կարում ենք, այդքան հեռանում ենք։ Ամեն ջանք թափում ենք դրա համար, կոնկրետ ամեն բան անում ենք դրա համար։ Այդ տեխնիկա, որ ասում ես, ես բանն եմ հիշում, եզը ու իմ եզան մասին թեզերը, որ պարբերաբար այդ միտքը գալիս է, հենց այդ երգերը լսում եմ, ասում եմ, առաջ գութան է եղել, չէ, եզ է եղել, ինչ որ վարուցանքը, вообще մի հատ ուրիշ պրոցես է եղել։ Հիմա տենց մեքենան ասում են դր մի երկու տանում են, ու վсё, էլի։ Գութանի օրհնությունը, բանը, չէ, երգերում։ Ու այդ երգը էլ չկա։ Այսինքն բանահյուսությունը, ժողովրդի խոսքը էլ չեն օգտագործում ժողովուրդը, որովհետև երբ որ դու տրակտորն ես միացնում դր գնում ես, դու այդ վաղ քեզի պետք չի որ երգես, չգիտեմ, հոլարա եզո կամ ինչ-որ մի բան։ Տրակտորը գնում է, էլի դու չես երգում էլ։ Լրին համաձայն եմ քո հետ։ Ու այդ չգիտեմ, այս ամեն ինչի մեջ մեծամասնությունը բնականաբար կարա կարծի, որ դա ռոմանտիզացնել է, ինչ դու ես ասում, բայց իմ մոտ էլ լրիվ նույն կերպ է ամեն ինչը աշխատում, ոնց դու մեկնաբանում ես։ Որովհետև մարդը ինձ թվում է ինչ-որ մի հատ կետում պետք է ինքը առերեսվի նրա հետ, որ ամեն ինչը որ դու ստեղծում ես, պետք է էներգիա դնես։ Իսկ մարդը ուզում է ինքը մինիմալ էներգիա տալով մեծ բաներ ստեղծի։ Այնինչ, երբ որ մարդը մինիմալ էներգիա է տալիս, իր ստեղծած բարիքը ինքը չի զգում, պտուղը ինքը չի զգում։ Իսկ երբ որ այն ժամանակ գութան, եզ, մարդը պետք է հոգ տաներ եզի մասին, որ եզն էլ կարողանար գութան քաշեր,
մարդը պետք է եզին երգեր, որ եզն էլ կարողանար իր աշխատանքը տաներ, ու հենց այնց չի, որ մենք իրանց անվանում ենք կենթանի, որովհետև կենթանի են, ու իրանք իրանց գոյությամբ փաստացիորեն իրանք օգնել են մեզ, մեր ապրելակերպին այն ժամանակներով։ Իսկ ինչը, որ մենք փոխարինել ենք անշունչ ինչ-որ մեխանիզմներով, որի հետ դու բացարձակապես կոմունիկացիա չունես։ Լրիվ համամիտ եմ։ ու ինչքան էլ այդ ամեն ինչը ռոմանտիզացում, բայց այդ ամեն ինչի մեջ կա գոյություն ունի մի հատ կարևոր կետ, որը կոչվում է կյանք։ Ու փաստացիորեն դու մեխանիզմի հետ չես կարող կյանք ապրես, բայց կենթանու հետ դու կարողանաս, այսինքն կենթանին ինքը իրանով մի գոյություն է բնության ստեղծած, որի հետ դու կոոպերացվում ես քո կյանքի ընթացքում, որի հետ դու աշխատանք ես ստանում։ Դու կով ես պահում, կաթ ես ստանում, չգիտեմ, դու շուն ես պահում, սեր ես տալիս, սեր ես ստանում, ու սենց էլի։ Բայց այդ ամեն ինչը դուրս է գալիս մեր առօրյա կյանքից ու տակը մնում է մենակ այդ շուն ու կատուական թեմաները, որ մարդիկ իրանց միակենցաղ առօրյականությունների մեջ բերեն տուն ինչ-որ մի հատ շուն, որ իրանց կենցաղը մի քիչ լցնի, էլի։ Հետաքրքիր բան ես ասում, հենց նոր մտքիս եկավ, որ մենք հիմա էլ կարող է բնազդաբար կամ ինչ-որ այդ հնուց եկած բանով փորձում ենք ռոմանտիզացնել այն ինչի հետ աշխատում ենք, տեխնիկան։ Ասենք օրինակ, չգիտեմ, այս կոմպյուտերի վրա, ասենց ցույց տա, ինչ-որ ստիկերներ ենք կպցնում, ինչ-որ բաներ ենք անում, փորձում ենք իրան սիրել, փայփայել, ինչ-որ սենց բայց ինքը բացարձակ տալիս, բայց ինքը ռեակցիա չի տալիս։ Դրա միակ ռեակցիան այն է, որ ասեն կողից մարդիկ դեմ է, սիրուն ստիկերները, դու էլ սենց էգոթն է շոյվում, ասում ես, տես ստիկերը ստեղից է, ստիկերը ներից է։ Բայց ախպեր այդ կոմպյուտերը քեզի բան չի ասում այդ ստիկերի համար, էլի։ Լրիվ ճիշտ ես ասում։ Ահա, կենթանին ու հողը քեզ ինչ-որ բան տալիս են, էլի, փոխադարձությունը տալիս են։ Այո, որ լավ չի, դու տեսնում ես, որ լավ չի, եթե լավ չի, այսօր գութան չի քաշելու։ Եվ վերջ, օրինակ, էլի, հա։ Այդ ամեն ինչը այնքան խորն է, այդ ամեն ինչը այնքան սիրուն է, ու ես դաժե, որ սենց խոսում ենք, ես անգամ հիշում եմ այն, որ ես պապուս ու հոպարներիս հետ գնում էինք անտառ հունձի, եթե անկես դինեմ, էդի, որ սենց հետ եմ նայում, իմ ամենաերանելի օրերից է եղել էդի, ու մենք գնում էինք առավոտից իշի տանջանք էինք քաշում, հունձ էինք անում, արևի կրակի տակ, բայց այնտեղ մի քանի եղևնի կար, ու այդ եղևնիների տակ գնում էինք, պապս իր քաշած օղին հանում էր, տղերքի հետ խմում էր, դե ես էլ երեխա էի, ու տենց պետք է հանգստանայինք, քանի դեռ արևը սենց ժամը 1-ից մինչև կարծեմ 4-5-ը տենց հանգստի ժամ էր, որ այդ ճռ արևին չաշխատեինք, էլի։ Պարկում էինք, այտենց նիրհում էինք, ու սենց դու մնում էիր բնության հետ, ձայների հետ, իրանք քնում էին, ես չէի կարում քնեի, ու սենց ինչ-որ մորեխ էի բռնում, ինքն գտնում էիր քո համար խաղեր, գտնում էիր քո համար բնության հետ անելիքներ, որը քեզ բերում կապում էր այդ ամեն ինչին, ու հիմա էդի մնացել է, ու ինչքան որ ինքը մնացել է, այդքան ինքը տեղ է փակել այս նոր աշխարհակարգի ու նոր երևույթների համար, ու այս նոր երևույթները իրանք այդ կոնկուրենցիայի մեջ զիջում են, իրանք էմոցիա չունեն, ու դու չես կարողանում իրանց էմոցիան վերցնես ու ասես այն հին էմոցիային փակեցիր, չէ, այդպես բան չկա, որովհետև այսօր ինչ կա տեխնիկա է ու ինչ կա այդ տեխնոլոգիա է, որը որ էմոցիա չի տալիս։ Այդպես է, ես հիշեցի, որ պապայի հետ Սար էի գնացել, ես вообще շատ էի կպրշկում իրան, որ գնամ իրա հետ այս գործը այն գործը անելու, այս ինչ-որ դաժը մականուն ունեի փոքր ժամանակ, ինձ ասում էին Արթուրի տղա, որտև այդ տղայական գործերը ինձ դուր էր գալիս։ Այդ որ գնում էինք Սար ինքը գործ էր անում, խոտ էր քաղում, ես կողից բզբզում էի, ինչ-որ հաց սարքել, չայ դնել, գնալ ջուր բերել։ Ես պատմեցի, որ այդ աղբյուրի ջուրը ասեմ, Աստված, այդ աղբյուրի ջուրը, որ խմում էինք, էդի մի հատ անմահություն է։ Երբ որ դու այդ աղբյուրից ես ջուրը խմում, դու այդ պահին ներկայի պրոցեսի մեջ ես։
Դու զգում ես ոնց ես մի հատ ձեռքերդ լվացում ես սառը ջրով, սենց վարքյանական մի վարքյան մտցնում ես, կտրում ա ձեռքերդ այնքան սառնա, հետո սենց մի հատ լվացում ես, հետո սենց ափով բռով վերցում ես ջուրը, դու զգում ես այդ ջուրը, սենց մի հատ ֆրթացնում ես այդ ջուրը։ Հիմա մենք ոնց ենք ջուր խմում։ Այս մտքերով անջատված ուղերով գնում ենք կռանտի մոտ, այխր sense մի հատ բացինք փագինք։ Ես խմում եմ, բայց այդ պահին ես մտածում եմ, վաղը էսի պետք է անեմ, ես այդ ջուրն էլ չեմ զգում։ Ճիշտ ես ասում, ճիշտ ես ասում։ Ես պահի մեջ չեմ։ Ու այդ բանը չէ, այսօրվա կյանքում որ շատ ջուր խմի։ Այդ շատ ջուր խմին, էլ որ կանեստերներով ջուր են ման տալիս, որ շատ ջուր խմեն մարդիկ։ Ու այդ քո ասացի բանը էլի, կոնտրաստը էլի։ Այդ իրոք այդ գետնի տակից եկող ջրերը, այդ մենք ոնց որ բյուրականում այս ձորի ափին ենք ապրում, ու իջնում ենք պապայիս հետ գնում էի աղցանի բան տենց։ Գնում ենք սիբեղ հավաքելու ու մեկ էլ այն գարնան սկզբներին, որ դաղցը նոր ա ծլում, տենց բան կա, որ գնում են դաղց ուտելու, տենց ձու, խաշած ձու ես վերցնում, կարտոշկի ժարի, բան լավաշ, բան ու գնում եք դաղց ուտելու։ Տենց որ գնում էի հորս հետ, մեր ձորում տենց սառնորակ աղբյուրներ կան, էլի գետնի տակից եկող, մեկը ուռենու տակ ա։ Ու այդ տարին ոնց որ մենք առաջինն էինք, որ իջել էր ձոր ու այդ աղբյուրի մոտ էր գնացել, բան ու աղբյուրը սենց լիքն էր, էլի, տերևներով, բանով, հələ մաքուր չէր։ Վերջը տենց մենք աղցանը մեր հավաքեցինք բանջարը ու հետո եկանք, որ արդեն այդ ուռենու տակ հանգստանայինք, հաց ուտեինք, բան։ Սկզբից այդ աղբյուրը մաքրեցինք ու հետո ջուրը եկավ զուլալվեց ու հետո սկսեցինք այդ ջուրը քո ասած լվացվել ու խմել, բան, ու ես այսօրվա պես հետի հիշում եմ, ես քյորփա երեխա էի։ Ու ոնց ա որ մենք այդ ամեն ինչը հիմա հիշում ենք զուտ նրա համար, որովհետև պատմություն կա դրա մեջ, կյանք կա դրա մեջ։ Իսկ երբ որ իսկ պատմությունը ինքը երբ ա գեներացվում, այն ժամանակ, երբ որ դու ներկայում ես ապրում։ Շատ հետաքրքիր բան ասացիր։ Այս վերջերս ֆանտաստիկ վատ հիշողություն ունեմ, ավելի ճիշտ լիքը բաներ չեմ հիշում, այս որ նոր ասեցիր, մտածեցի, որ այդ կարա դրա հետ կապված լինի, այսինքն, որ ես պահի մեջ չեմ լինում, դրա համար ես էդի չեմ հիշում, սենց աղ ջնջվում, բայց այն հին դեպքերը մանկության, ինչ-որ պատանեկության, կամ հիմիկվա այն դեպքերը, որոնք որ շատ տպավորիչ են լինում, ու ես իսկապես ապրած եմ լինում, այդ դրանք հիշում եմ։ Ստիրուն ա, էլի։ Ու հենց այդ ա, փորձում ենք այդ կարոտներս ինչ-որ կերպ հագեցնենք մեր այն ժամանակների հետ, երբ որ մենք ներկայում ենք եղել, բայց այս առօրյական սիստեմն էլ ու ժամանակակից կյանքն էլ ընենց կապանքներ ա ստեղծել, որ դու ուզես չուզես չես կարողանում դրանցից պոկվես, պետք է գնաս իրոք մանախ դառնաս, որ կարողանաս պոկվես ու լրիվ ջնջես հանես, էլի, հա։ Այս ընկերներիցս մեկը ասում ա բան, մենք նարկոմաններ ենք, ասում ա բոլորս, ասում են այդ ոնց, ասում ա ամեն ինչից կախվածություն ունենք, աշխատավարձից, ուտելիքից, սրանից, նրանից, մարդկանցից, եւ իրոք, այս սիստեմի մեջ մենք աշխատավարձից կախվածություն ունենք, ամբողջ ամիս աշխատում ենք, որ ինչ-որ մի օր մեզ բերեն փող տան, մեծ շոյեն ասեն ապրես բալի, պուպուշ ջան, լավ ես աշխատել, վերցնում ենք այդ փողը, ինչ-որ ծախսում ենք խաչել կեքի վրա, այս եմ ուզում, այն եմ ուզում, շարունակում ենք աշխատել էլի այդ նույն սիստեմի մեջ, բայց ուզում եմ մտածել, որ կյանքը դրա մասին չի էլի, որ պետքա ինչ-որ մի ձև դուրս գալ այդ սիստեմից, որտև էդի կուլ ա տալիս, տանում ինչքան շատ ես մնում, այնքան ավելի ինքը կապում ա քեզ, կոմֆորտ ես զգում կամ հա, քեզ կապում ա, մտածում ես, որ վերջ եթե սրանից դուրս եկա, այլևս իմ կյանքը օքեյ չի լինի, բայց երևի ամենաօքեյ կլինի, որ դադարես ինչ-որ մի բան մտածել ու ապրես էլի։ Լրիվ համաձայն եմ հետդ։ Իրանք կարողացան իրոք շատ լավ ձևով վաճառային այս կյանքի մոդելը զուտեն առումով, որ ինքը բարեկեցիկ ա, ու մեզ էլ այդ սերիալա ինչ-որ բաներից պատանեկական տարիների
մեզ միշտ թվացել է, որ գիտես ինչ որ չգիտեմ, մտնում ես շենք ու գնում ես քո բլոկը, բան, մի երանության մեջ ես եւ այլն։ Հարմարավետություն, փոշու կտոր չկա, այս չկա, այն չկա, բայց մենք դառանք այն գեներացիան, այն սերունդը, ով որ փաստորեն որոշակի իրա ոչ թե մինչև այսօր մենք զոհում ենք մեր կյանքը, մեր առօրյան, մեր ներկան ենք զոհում, զուտ այդ վաճառածի արդյունքն է էդի, էլի, որ կարողացան հասնեին դրան, որ վաճառեին այդ մոդելը մեր վրա ու այսօր մարդը քո ասացի պես ինքը կարճած այդ ամեն ինչից ու կորցրած լիակատար իր ազատությունը։ Այն օրը շատ մի լավ միտք էի կարդում, այն որ ասում է մարդը ձգտում է հեշտության, բայց մարդը հենց անցնում է հեշտության, այդ պայծ սկսում են նրա դժվար օրերը։ Այսինքն հեշտը ինքը չի կարա լիակատարություն բերի, լիազգացում բերի, լիասրտություն, լիահոգություն բերի։ Հեշտությունը բերում է տաղտկություն ու դու զգում ես, որ դու լավ չես։ Դու զգում ես, որ դու լավ չես։ Կանման բա։ Եվ իրոք։ Դրա համար էլ այդ հայքինգ, բան, գնալը հիմա երևի թե ինչ-որ չափով նաև փրկություն է, չէ՞։ Անշուշտ, այն որ մի քիչ առաջ ասեցի, պետքա ճգնես վանական լնես։ Այս վերջը մտածում էի, որ գրողը տանի ես ինչի ճգնավոր չեմ։ Որ ասենք պարզապես օրվա մեջ ուտում ա ենթադրենք մի կտոր հաց, մի կտոր պանիր եւ всё մնացած ժամանակ ուղղակի զգում ա եւ ապրում ա։ Իրականում տենց շատ կարճատև ինչ որ փորձերը որն է։ Տենց մի հատ ամեն տարի հաղպատ եմ գնում, մնում եմ այնտեղ մի քանի օր։ Հենց վանական համալիրում, թե այդ վանական համալիրի մոտ մի հատ հյուրատուն կա, արդեն բարեկամացել եմ այդ հյուրատան ժողովուրդը, այնքան եմ գնացել։ Հա, այդ հյուրատանը ինքը անմիջապես վանքին կպած է, էլի, շատ մոտ է։ Ինչի համար էի դա ընտրել ամենասկզբում, որ կարողանամ այդ տարածքում լինել, երբ որ մարդ չկա, դե ինքը տուրիստական կետ է, շատ են գալիս շաբաթվա բոլոր օրերին, ցերեկվա ժամերին գիքը մարդիկ են գալիս։ Ու ոնց որ աղմուկը, այս քաղաքի աղմուկը հելում գալիս է տեղ։ Դրանից խուսափելու համար ոնց որ նախընտրում էի առավոտվա ժամերը, ասենք առավոտվա 5-ից մինչև 10-9 այդ կողմերը, հետո որ մարդկանց հոսքը շատանում էր, գնում էի ներս, մինչև 5-6-ի կողմերը իրան գնում էի, ես դուրս էի գալիս, մինչև գիշերը ես իմ քանիսը արդեն այդ վանքի դուռը ես էի բացում փակում էլի, պահակի փոխարեն։ Հա, ու այդ ժամանակ, երբ որ դու այդ տարածքում մենակ ես լինում, բնության հետ մենակ ես լինում, ինչ որ ուղղակի ոնց որ մաքրվում է, էլի։ Ոնց որ քաղաքի մեջ դու անդադ ֆիլտրել ես ինչ որ բաներ, որոնք որ sense մեջդ լցված են, կծկված է, sense ծանրացած ես, գնում ես մի հատ այդպիսի վայր, որտեղ դու քայլում ես դեպի քեզ, դեպի քո էությունը, այդ ժամանակ սաղ մաքրվում է sense պահարանի տակի այն աղբը, որ ոտով բրթել է sense որ չտենաս, այդ ես դուրս ես բերում, sense հանում ես, ասում ես լի տենամ, ինչ կա ստե թափելու, ինչ կա պահելու էլի, այդպես process-ներ են լինում, որը հետաքրքիր է էլի։ Այնքան ուրախ եմ, որ դու sense զգում ես այդ ամեն ինչը ու հետևում ես այդ ամեն ինչին։ Ու ինձ թվում է էդի նորմալ է, որ մարդը ուղղակի պետքա տենց լինի, պետքա հետևի իր ներսի կատարվածին։ Ուղղակի չգիտեմ, մեկ-մեկ կորում ենք այս ամեն ինչում, անգամ կորում ենք մեկ-մեկ այն մարդկանց մեջ, ումերի մեջ, որ այդ process-ները չեն կատարվում, ու սենց օտարանում ենք, էլի, չգիտեմ։ Դրա համար այս զրույցները իմ համար ոնց որ շատ հարազատ հոբի են դարել, որ մարդիկ են գալիս, խոսում ենք ու ես զգում եմ, որ այդ ամեն ինչը ինքը դուրս է բերում նաև իր հետ այն կետերը, այն ստվերները, որտեղ որ կուտակումներ կան, որտեղ որ ասելիքներ կան ու չգիտեմ,
Հաճելի է ու նայ տես մենք էլ իրար ճանաչում ենք հենց հայքինգից ես օրինակ հիշում եմ որ սենց նստած զրուցում էինք չէ սենց բնության մեջ այն լճի կողքին բան ու սենց բաներն ես հիշում ես սենց բաները որովհետև այդ ժամանակ պատմություն է գեներացվել պատմություն է գրանցվել ներկայում ես եղել ուղղակի սենց քո համար հոսել ես ու կասել չգիտեմ Եղինե ջան այդպես է Ոնց որ մենք դաժե ինքներս մեզնից ենք հեռացել։ Ասում է այն ինչ որ հիմա ունենք, սա ձև է, ամեն ինչը։ Դաժե, չգիտեմ, այս հագուստը, այս զարդը, որի վրա է, չգիտեմ, ամեն ինչը ձև է, ձև։ Դաժե այն թե ես ոնց եմ ներկայանում, ինչով եմ ներկայանում, իմ անունն էլ է ձև, ամեն ինչը։ Երբ որ մտածում ես, օքեյ, լավ, եթե ես հանեմ իմ վրայից սաղ, իմ վրայից հանեմ կրթությունս, հանեմ մասնագիտությունս, հանեմ անունս, ամեն ինչը հանեմ, այդ դեպքում ով եմ ես։ Այ դա է երևի հետաքրքիր։ Ու որն է այդ դեպքում քո պատասխանը։ Ոնց ես դու էդի ընկալում։ Հա, դժվար է, ես կարծում եմ, որ տակը մնում է երևի թե էությունը, հոգին, այն ամենամաքուր, ձևից զուրկ մի բանը, որը որ դու եղել ես ամենասկզբում, դու կաս, պարզապես ժամանակի ընթացքում դու սովորում ես ինչ-որ ձևերի, վերցում ես դրանք լցնում ես քո վրա, հագնում ես այդ ամեն ինչը, ու սես ներկայանում ես, էլի քեզ ասենք, երեխա ես պուճուր, քեզի կանչել են Հեղինե, ջոգել ես, որ նայում են վրա Հեղինե են ասում, սկսել ես դրան արձագանքել, հավես ոնց որ արձագանքում են, էլի դե, սա դու դառար Հեղինե, բայց ասենք կարայի լինի Հռիփսիմեն, օրինակ, դրանից բան չի փոխվում, ու հենց այդ ամենասկզբնականը էլի այդ էությունը էդի հասկանալով դեպի դրան քայլելը երևի թե իմ համար կյանքի իմաստն է էլի տենց կարամ ձևակերպեմ որովհետև այս ամբողջ ընթացքում ես չգիտեմ ինչքան ես հավատացած եմ որ ես միշտ եմ գոյություն ունեցել եւ միշտ եմ ունենալու ես ամբողջի մի մաս եմ ու աղբից ազատման process-ը հիմա էլի այն ինչ որ ես հավաքել եմ իմ վրա այդ ձևերը եւ այլն ես դրանք մի կողմ եմ փորձում դնել որ հասկանամ էլի լավ օքեյ տակ ինչ մնաց ու ինչ մեթոդներ ես ընտրում դրա համար Հեղինե ջարդել բոլոր հնարավոր կոդերը որոնք կար ասենք օրինակ ինչ որ կարող է խելքիս տա, քայլում եմ փողոցում, ասենք անծանոթ մարդիկ են, չէ, դիմացովս գալիս, բարևում եմ, ասեն շուտում բարևում եմ, ու ասում եմ առաջ, մտածում են մարդիկ էսով էր բարևեց, էս ինչ էս խելառ է, սաղ եմ բարևում եմ։ Տենում եմ ինչ է կատարվում, իմ մեջ, իրանց մեջ, այսինքն փորձեր ես անում, փորձեր, էքսպերիմենտներ ես անում։ Ընդունված չի, չէ, քայլում ես քո համար, քայլի գնա, եթե ծանոթ մարդ ես դնում, բարևում ես, եթե չէ։ Հələ մի հատ փորձեմ տենամ, եթե բոլորին բարևեմ, ի՞նչ է լինում։ Այսինքն այն ընդունված ձևերը, որը որ կոչվում է էթիկա, որը որ կարա կաշկանդի մարդուն, ամոթ ստեղծի այս բաները, դու գնում ես դրանց դեմ ու ասում ես կոտրում եմ ես այս սախ, որովհետև դա իմը չի, դա ինձ սովորացրած է այդպես։ Սենց սխալ կլինի ասել, թե ամեն ինչին դեմ եմ դնում։ Չէ, ամեն ինչ չէ, ճիշտ ես ասում, կներես։ Հա, դա ինքնաբերաբար ստացվում է։ Դու հասկանում ես, թե որ ժամանակ ինչին կարաս դեմ գնաս, էլի։ Կամ ոնց որ գալիս հասնում ես այդ կետին, որ օքեյ, հələ էսի կարամ սենց փորձեմ։ Ոնց ձևը սենց է, ինձ ասել են, որ աղապարը սենց է, սրա մեջ պետք է մտնեմ, բայց ես տեսնում եմ, որ սենց է կարա լինի հələ մի հատ փորձեմ տենամ, ինչա դառնում։ Այդպես։ Քո հետ լրիվ համաձայն եմ ու հրաշալի մեթոդ է դա ինձ թվում է։ Հա։ Ինձ թվում է հենց այդ է, երբ որ մարդը փորձում է դրսևորում փոխի։ Որովհետև շատ ժամանակ մենք կարծում ենք, էսի մեր դրսևորումն է ու սրանով պայմանավորված ես էս եմ։ Այնինչ հետո ասում ես կայնի հələ, այս դրսևորումը միանշանակ չի, ես կարամ նաև այսպես լինեմ։ Հələ սպասի տեսնեմ այսպես որ լինեմ, ստեղ էություն է փոխվում։ Ու երբ որ դու լինում ես այդպես ու զգում ես ու դու հասկանում ես որ չէ եղբայր քո էությունն է ու ոնց որ այդ կոդից ինչ որ կերպ ազատվում ես հա լրիվ
Ոնց որ դու ճոգում ես, որ դրանով կամ առանց դրա ոչ մի բան չի փոխվել։ Էդի պրոստը ինչ որ մի հատ հագուստ էր քո վրա, հանեցիր ուրիշը հագար։ Всё, տենց է։ Բայց չես կարծում, որ այդ ամեն ինչի մեջ մեծ գայթակղություններ կան, որոնք որ մարդիկ չեն կարող շատ դեպքերում հաղթահարեն, այսինքն ինչը վերաբերվում է ստատուսին, ինչը վերաբերվում է միջավայրում ունեցած դիրքին, անունին, ինչը վերաբերվում է հեղինակությանը, ինչը վերաբերվում է այն ամեն ինչին, ինչը որ ընդունված է։ Ու դրանք մեծ գայթակղություններ են, որոնց որ մարդը տրվելով իր էությունը ոնց որ ասում է լավ, թող դրանով պայմանավորված լինի իմ էությունը, ես կվայելեմ փառքը։ Էդի էությունը չի ասում, էդի էգոն է ասում, մեր մեջ նստած այն չարաճճի սրիկան, որ ասում է հələ մի հատ ուզում եմ ինձ շոյված զգամ, եկեք բոլորդ մի հատ ինձ շոյեք։ Էգոյի հարցն է, էլի, որ ես այս մասնագիտություն ունեմ, ես սենց իմ ընկերս սա է, իմ ընկերս նա է, այս կողմեկում, բայց ինձ թվում է այդ սաղ մոդելները, այդ սաղ կոդերը նրա համար են, որ աշխարհը ցխված չլինի, որովհետև եթե սաղ բաց լինի ու այդ սաղ կոդերը չլինեն, դες քաոս կլինի, էլի։ Քաոս կտիրի, չէ։ Ու հա, միանշանակ։ Պարզապես երևի թե հիմա այս իրականության մեջ ամեն մեկը կարա զգա, թե ոնց կարա դուրս գա, էլի, դրանից ու ինչ որ հասնի ինչ որ մի բանի, էլի։ Իսկ այդ ստատուս բանման էս վերջերս էդ էի մտածում, որ անկա բաներ են, вообще թեմա չի։ Ասենք 3 հատ տուն ունեցա, չգիտեմ, 4 հատ մեքենա ունեցա, ախպեր ես իրիկունը մի հատ կռավաթի վրա եմ քնում։ 3 հատ տուն, 4 հատ, ինչի՞ս է պետք։ Ոնց որ գիտար ունեմ, ենթարենք նվագում եմ, 3 հատ ունեցա, ես մի պահին, տվյալ պահին ներկայում, ես մի հատի վրա եմ նվագում, ունեմ այդ մի հատը, օքեյ լավա, չունենամ, էլի օքեյ լավա։ Համաձայն եմ հետդ, լրիվ համաձայն եմ։ Ու ոնց անես, որ ճանաչես, որ այդ էգոն փոքրիկ սրիկա է, ոնց իրան իդենտիֆիկացնես, այդպես, որ չտրվես իրա ծայրահեղ, չէ, ծայրահեղ չէ, իրա ընդհանուր են մանիպուլյատիվ գայթակղություններին։ Ոնց լինես, ոնց գաս դրան։ Այս վերջերս դες թեթև պրակտիկաներ էի անում, բանում, թրեցում կարդացած կլնես ինչ-որ բաներ մեկ-մեկ որ գրում եմ, ասենք Կարդում էի ու ես հետ էլ ջոգում էի, այդ ակես լինե։ Լորդ եմ ասում։ Ասենք ինքնահեգնանքը շատ օգնում է, ասենք ինչ-որ մեկը մի հատ բան է քեզի գրում, ուզում է, որ դու բարկացած լնես, ճնշված լնես, բայց դու իր ճոճանակը ավելի ուժեղացնելու, բրդելու փոխարեն գրում եմ, հա, ես դոդ եմ, վերջակետ, վсё, անցա առաջ։ Կամ ասենք, չգիտեմ, ինչ որ մեկը տեսքին է կպնում, գրում եմ, օքեյ, իմ դեմքը 6 անկյուն է։ Ես չգիտեմ, լատեն սրիկա եմ կամ սա եմ կամ ես նայեմ, ու երբ որ տենց մարդիկ լուրջ են ընդունում, ես էլ եմ լուրջ ընդունում։ Ու բան, մի հատ ռուսերեն բառ կա, пули непробиваемый։ Ոնց որ դառնում ես անխոցելի, էլի, երբ որ դու ջոգում ես, որ ախպեր, օքեյ, ես ինչ որ սիտուացիաներում կարամ դոդ լնեմ, ինչ որ սիտուացիաներում կարամ սենց լնեմ, նենց լնեմ։ Էլ քեզ այդ ստատուս մատուս էլ չի այդքան հուզում էլ։ Գիտես ինչ եմ մեկ-մեկ մտածում, Թեղին է։ Ինչ։ Որ տենց միշտ տենց թեզեր կան, չէ, որ մանիպուլյատիվը տենց թեզեր կան, որ պարտադիր որ մարդը խոսում է, պետքա ինչ որ հղում կատարի։ Պետքա պարտադիր հղում կատարի աղբյուրին, թե որտեղից է։ Դա օրինակ, հա։ Ու մարդիկ դրան լուրջ են վերաբերվում, երբ որ դու հղում ես կատարում։ Այսինքն, երբ որ դու հղումը չկատարեցիր, դա նշանակես դու քո ասածներ մի տափակություններ ասիր, բայց քանի դեռ հղում չկա, ինքը տափակություն է։ Ու երբ որ դու ասում ես, գիտես ինչ, եղբայր, չգիտեմ ինչ գրքից, այս հատվածը որ բացես, բացես բաներ, այս ինչ ես ասում, բան, ու ինքը դառնում է մի ցնցող ինչ-որ միտք, որը որ օգնեց, բան, ասենց ինչ-որ մի իմաստություն էր դա։ Ու գիտես, լիքը մարդիկ
իրանք իրանց մեջ ունեն լիքը իմաստություններ, բայց իրանք չեն խոսում, որովհետև իրանք կերել են այդ խայծը, որ պարտադիր եթե խոսես, պետքա դու հղում կատարես, այնինչ դու կարաս խոսես ինչը որ ստեղ կա, էդի քոնն է, իսկ հղումը դու ես։ Շատ լավ թեմա էր էսի, վերջերս էին ֆիքսել նման մի դեպք։ Ու էդի գալիս է շատ կներս, հեսա ես քեզ լսել եմ, էդի գալիս է համալսարանական զիբիլ վիճակներից, որ երբ որ դու ինչ-որ մի բան ես գրելու, ինչ-որ մի աշխատանք, պետքա քո աշխատանքի մեջ 1700 հղում գրես։ Ինչն էլ բերել է սենց, դարձրել է սենց, որ գիտես ինչ, էսա։ Եթե ինչ-որ մի հատ սերտիֆիկատ դու ունես, ուրեմն դու վсё դրա մեջ ես, սենց ասած։ Իսկ եթե դու չունես, անգամ եթե մեջդ լիքը կյանք կա, լիքը ապրածություն, լիքը հետևանքներ, հետազոտություններ ներքին, վсё, էդի փակվեց թեման, էլի։ Այդ գիտական թեման մի քիչ բան է, ասենք ընդունված կարգա, խոսքի ասենք հոդված ես գրում, տակը եկահղումներ ես տալիս, այնց եմ օգտվել, որովհետև ոնց որ հաստատելու համար ինչ որ կպրկում է եւ այլն, բայց իրական կյանքում ճիշտ ես ասում, ես էդի նկատել եմ, երբ որ դու քո ասածը որևէ հղմամբ, այսպես ասած հիմնավորում ես, ճակերտավոր, ասածդ ավելի լսելի է դառնում, մինչդեռ եթե սովորական ես խոսում, մտածում ես տուֆտում ես, ինչ ասեց, բայց տակից մի հատ գրքի առն ես տալիս եւ իրոք սկսում է տեղ ունենալ։ Ոս ես մասին մտածում էի, բանն էի կարդում, Սիդհարթան էի կարդում, ինչ որ իդեաներ կար մեջը, որ կարդում եմ, ասում եմ, արա, հա, ես ոնց որ անցել եմ այս պահի վրով, էլի, այս ինչ բանը պատահել է։ Ապրել եմ այդ։ Բայց հետո նկատեցի, որ երբ որ ես ուզում եմ դրա մասին, այսինքն գերոջս պատմեմ, սրան պատմեմ, ես արդեն հղվում եմ գրքին։ Ես չեմ ասում, որ ես դա ապրել եմ, ես ասում եմ, գիտես, գրքի մեջ այսենց էր գրած, գրքի մեջն ես, որովհետև իրոք էդի ավելի բան է լսվում։ Հա։ Ապրես շատ բովանդակալից սիրուն զրույցի համար։ Դա սպոնտան ստացվեց, այսինքն թե թեմաները, թե ընթացքը, բայց ես ուրախ եմ, որ սենց բնական է այս ամեն ինչը, լուրջ եմ ասում։ Ես էլ, իրական է։ Երբ որ կարիք ունենաս, այսինքն իրական խոսելու, ուղղակի ինձ ասա ու էլի նույն բանը ցիկլը կպտտենք։ Շատ ընտիր, շնորհակալ եմ շատ։ Քեզ եմ շատ։ Ինձ էլ է դուր գալիս էս իրականությունը, որովհետև շատ հաճախ դաժե ես այդ սոցցանցերում բանում երեխեք ասում են, խի ես ինչ կոնտենտը չես ասում, ես եթե նստեմ 6 ժամ մտածեմ, թե նախ ռոքսա գրեմ, նա գրեմ, ինչ-որ սցենաներ մշակեմ, ես դա արդեն ապրելու եմ, երբ որ գա դա նկարելու պահը, ես լիարժեք չեմ կարողանա դրա մեջ լինել, էլի։ Ճիշտ ես ասում։ Զրույցներ հիմա պահի տակ եկավ, հիմա ենք ապրում։ Լրիվ համաձայն եմ հետ։ Էս էլ է ապրել, էս էլ է կյանք ու էս էլ է, սենց ընթացք։ Առանց ինչ-որ պլանի, առանց ինչ-որ մտորումների, էս է քառակուսին ու դրանից դուրս չի, չէ։ Այնա ինչքան ուզենաս։ Այո։ Շնորհակալ եմ, քեզ մենակ լավություն։ Նմանապես։ Ու մինչ հանդիպում քեզ։ Շնորհակալ Հեղինե։ Նմանապես։ Պականեր։ Պակա։